Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության իր միջազգայինորեն ճանաչված տարածքով ինքնաբավ է այդ առումով եւ նրա խնդիրը սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը ապահովելն է։ Եվ մեր բոլոր ռազմավարությունները ներառյալ անվտանգային, պաշտպանական եւ այլն տեղավորվում են այս տրամաբանության մեջ։ Սա շատ կարևոր նրբություն է եւ մենք օրինակ այդ թվում իհարկե նախկինում դրա մասին խոսել ենք, ասել ենք նաեւ, որ այո, մենք այսօր շատ մեծ տեմպերով զարգացնում ենք մեր բանակը եւ բայց նաեւ զարգացնում ենք մեր բանակի հայեցակարգը, որի վրա հիմնվում է մեր բանակը։ Եվ մենք ասում ենք, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու։ Եվ մենք նույնիսկ շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք եւ վերաձևակերպենք պաշտպանունակ բանակ, որովհետեւ երբ որ ասում եմ մարտունակ բանակ, ինքը չի տեղորոշում այդ պոտենցիալ մարտը որտեղ է տեղի ունենում կամ որտեղ կարող է տեղի ունենալ։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ընդգծենք այս կոնտեքստը, որ Հայաստանի Հանրապետության բանակը պետք է լինի պաշտպանունակ, այսինքն պետք է վիճակի լինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը եւ ընդ որում ես ուզում եմ ընդգծել, որ սա միջազգային օրենքներով յուրաքանչյուր պետության պարտավորությունն է ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում հնարավոր արտաքին միջամտություններից։